Այս փորձեմ կարճ էություն ներկայացնում պատվաշնորհները։ Մեր պնդումն այն է, որ հենց մեղադրական եզրակացությունից կամ ավելի դրանից ավելի վաղ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումից ակնհայտ է դառնում, որ մերձագրված արարքը հանցագործություն չէ։ Առնվազն այն հոդվածով ինչ-որ մերձագրվում է, որովհետև չի կարող լինել որևէ անձին կամ անձանց խմբի վարկաբեկելու նպատակով կատարված որևէ արարք, որի նպատակը քրեական օրենսգրքում դրված լինի թմրամիջոցի իրացումը։ Այսինքն ի սկզբանե հարգելի դատախազը իր հետապնդում հարուցելու մասին որոշմամբ եւ հետագայում է մեղադրական եզրակացության հաստատմամբ հաստատել է, որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Այն արարքը, որը մերձագրվում է, չկա այդպիսի հանցագործություն, նման բան չի եղել։ Հետևաբար հաշվի առնելով այս ամենը եւ այն տրամաբանությամբ, որ այն պահին, երբ արդեն ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետև այն սկզբանե չէր կարող լինել, բայց ամեն դեպքում եկել հասել ենք դատարան, դատարանը տեսնելով, որ քրեական հետապնդում հենց այս պահին չպետք է լինի, գտնում ենք, որ հենց այս պահին պետք է դադարեցվի քրեական հետապնդում, որովհետև նորից եմ ուզում կրկնել եւ ոչ ցիտելով, բայց մեջբերել դատախազի կողմից կայացված որոշումը քրեական հետապնդում հարուցելու մասին, որտեղ ակնհայտ գրած է, որ Աշակ Սրբազանը նպատակ ունենալով վարկաբեկել ինչ-որ խմբի, հանձնարարել է ինչ-որ անձի, անհայտ անձի, որ կատարի որևէ գործողություն, որն է որակվել է որպես քրեական օրենսգրքում նախատեսված իրացման նպատակով թմրամիջոց շրջանառելու բնակչության առողջության դեմ հանցագործություն։ Այսինքն այս մասով գտնում ենք, որ հանցագործության օբյեկտը առնվազն գոյություն չունի։ Հետևաբար շնորհում ենք, որպեսզի հենց այս բանի դադարեցվի քրեական հետապնդումը։ Այսքան։